Մի քանի էջանոց փաստաթուղթը կետ առ կետ Արարատ Միրզոյանը վերլուծում բացատրում է, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում TRIP նախագիծը, եւ թե ինչ է ներառում լույսը դեռ Հայաստանում չբացված Վաշինգտոնում հրապարակված այդ փաստաթուղթը։ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է Երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ։ Փորձագետները, վերլուծաբաններն ու իրավաբանները սակայն մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում TRIP նախագծով հիացածներից ծրագիրը իրականացնելու պատրաստակամություն հայտնած կողմերից։ Հայտարարության մեջ նշվում է, որ TRIP-ը նախնական 49 տարի ժամկետով է տրամադրվում կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26%-ը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով։ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է։ ԱՄՆ-ի ակնկալիքներն այս առումով ըստ վերլուծաբանների հայտնի են ֆինանսական հոսքեր, շահույթներ, իսկ ինչ է շահում Հայաստանը եւ Հայաստանին հասանելի 26% մասնաբաժինից որքան է մնալու Հայաստանին, թե այդ մասնաբաժինն ամբողջությամբ գնալու է ԵԱՏՄ ընդհանուր կաթսա։ Ես ակնկալիք չունեմ, որ 26-ից մեծ մասը Հայաստանն է լինելու։ Դա ԵԱՏՄ-ինն է լինելու։ Միրզոյանն ասում է, Ռուսաստան եւ Թուրքիայի մասնակցությունը TRIP նախագծին չի քննարկվել, սակայն նշում է, թե ապաշրջափակման ավելի լայն համատեքստում առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, ինչպես նաեւ Հայաստանի ապաշրջափակումը։ Տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ TRIP-ի մասով։ Նախատեսվելիք TRIP նախագիծը ԵԱՏՄ սահմաններով է անցնելու։ Անդամ պետությունների դիրքորոշումը հաշվի առնվելու է, օրինակ Ռուսաստանի մասնակցությունը այդ նախագծում դիտարկվում է։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Եթե մենք շարժվենք Հայաստանի ինքնիշխանության դիրքերից, ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանին դուրս թողնել։ TRIP-ի ֆոնին ամերիկացի պաշտոնյաները մեսիջներ են ուղարկում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները անցնում են հաջորդ փուլ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ձևակերպմամբ առաջ մղելով խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Թրամփի ու կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ դրա կառավարումը տնտեսական գործընկերությունը։ TRIP նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանում Իրանի դեսպանը, նշելով, որ իրենք վստահում են հայ գործընկերներին, սակայն չեն վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս նախագիծը TRIP-ը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Այս հայտարարության մեջ էլ սևով սպիտակի վրա արձանագրվել է. TRIP-ը պետք է իրականացվի պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ամբողջ ծածկույթի նկատմամբ։ Հայտարարություն, սակայն սահմանադրագետները հիշեցնում են, որքան էլ իշխանությունը կուրծ գծեցի, թե Հայաստանի ինքնիշխանությունը չի ոտնահարվում, այնուամենայնիվ Հայաստանի սահմանադրական դատարանը պետք է որոշի նմանատիպ միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի սահմանադրականության հարցը։ Հետո միայն այն պետք է վավերացնի ազգային ժողովը, եւ հենց ազգային ժողովն էլ կրելու է հետևանքների պատասխանատվությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։